ձեռքը պահում ենք հետաքրքիր իրադարձությունների զարկերակին։ Մեր տաղավարում այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Զարուհի Ազնաուրյանն է։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նոյեմբերի 23-ին երեկոյան 10-ին հանրայինով կհեռարձակվի Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, ինչ նպատակի է ծառայելու համազգային հանգանակությունը այս անգամ։ Շնորհակալություն, բարի օր։ Այս տարի Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը կրում է «Քեզ համար Հայաստան» խորագիրը եւ այն նպատակ ուներ շարունակելու անցած տարվա մեր ծրագրային ուղղվածությունը, կենսունակ համայնքների զարգացում, բայց սեպտեմբերյան դեպքերը հաշվի առնելով եւ Արցախայցյան բռնի տեղահանման իրավիճակից ելնելով որոշակի փոփոխություններ իրականացվեցին ծրագրում հեռուստամարաթոնի եւ հետագա ծրագրերի եւ կենսունակ համայնքների զարգացման զուգահեռ մեծ շեշտ է դրվելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման եւ նրանց պայմանները լավացնելու համար։ Որոշակի ծրագրեր ուղղված են լինելու կոնկրետ հենց այդ ուղղությամբ։ Ինչ ձևաչափով է անցկացվելու հեռուստամարաթոնը։ Ինչ ծրագիր է նախատեսված։ Այս տարի համակցված մոտեցում է ցուցաբերվում այդ ձևաչափին, լինելու է հաշվետու ֆիլմ, ինչպես նախորդ 2 տարիների ընթացքում, որը զուգորդվելու է ուղիղ եթերի հետ, որի ժամանակ կլինեն հետաքրքիր հարցազրույցներ, շահառուների հետ հանդիպումներ, որպեսզի երևա մեր ծրագրերի արդյունքները հենց առաջնային շահառուներից եւ նրանցից, ովքեր որ օգտվում են մեր ծրագրերից Եվ ինչպես արդեն նշեցի, զուգահեռ ուղիղ եթերին լինելու է հաշվետու ֆիլմը վերջին տարվա ընթացքում իրականացված ծրագրերի, որում ներգրավվել են հայտնի դերասաններ, ովքեր այցելել են մեր ծրագրային վայրեր, այդ տեղերը եւ հանդիպելով թե շահառուների, թե ընդհանուր պատկերը հասկանալու համար կներկայացնեն ծրագրերը եւ կներկայացնեն այն արդյունքները, որոնք ունեցել ենք թե անցած տարվա հանգանակությունների, թե ինչ հայտ ունեցած շարունակական ծրագրերի արդյունքում։ Ինչ ստրատեգիայով եք գումար հավաքագրելու, ենթադրենք նախկինում անում էիք 1 միլիոն մարդուց $1 ձևաչափով այս անգամ այս ստրատեգիան պահպանվելու է։ Մենք 19 թվականին ունեինք մոտեցում 1 գավաթ սուրճի փոխարեն հանգանակություն անել հիմնադրամին։ Այդ տրամաբանությունը եւ ընդհանրապես այդ crowdfunding ասվածը, մեկ մարդուց շատ մարդկանցից քիչ գումար հավաքելով մեծ դրամահավաք ունենալը ի տարբերություն մի քանի խոշոր դրամատուներից գումար հավաքելու, այդ մոտեցումը հիմնադրամի ստրատեգիկ մոտեցումն է միշտ եւ կոնկրետ ինչ որ հստակ այդպիսի կոչ այս տարի չկա 1 միլիոն մարդուց $1, բայց մեր մոտեցումը շարունակում է մնալ այն, որ կարելի է այսինքն յուրաքանչյուրն էլ իր փոքրիկ ներդրումն էլ որ ունենա, դա շատ մեծ փոփոխության եւ շատ մեծ տարբերության արդյունք կունենա արդյունքում։ 44-օրյա օրերին հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը փոխանցվել էր կառավարությանը, ինչի վրա է ծախսվել այդ գումարը։ Ինչպես գիտեք, այս տարի մենք հրապարակեցինք նաև հաշվեկնիչ պալատի հաշվետվությունը, աուդիտի հաշվետվությունը, որը իրականացվել էր հատուկ այսպես պահանջով, որպեսզի վերահսկվի եւ հասկացվի թե ինչպես ծախսվեցին այդ գումարները եւ այդ հաշվետվությունը բաց կարող եք նաև ուսումնասիրել, բայց նշեմ, որ մեծածավալ սոցիալական եւ ֆինանսական աջակցություն է տրամադրվել արցախցիներին այդ ժամանակ, դրամական միջոցները, ամսական եւ միանվագ գումարները, որոնք տրամադրվում էին Արցախահայությանը, այնտեղ կոմունալ ծախսերը, նրանց տեղափոխման ծախսերը, առողջապահության ոլորտի վրա գումարները ծախսվել, գնվել են շտապօգնության մեքենաներ, ամենագնացներ, որպեսզի հեշտ լինի տեղափոխել վիրավորներին եւ այս ամենը արվել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 9 որոշումների հիման վրա,
այսինքն այդ գումարի նվիրաբերությունը կատարվել է 9 որոշումների վրա եւ աուդիտի եզրակացությունը դրական է եւ ոչ մի խախտում կամ ինչ որ կասկածելի բաներ չեն բացահայտվել, այսինքն գումարը ծախսվել է ըստ նպատակի եւ ըստ նվիրաբերության պայմանագրի մեջ նշված կետերի, որոնք նաև բխում են հիմնադրամի կանոնադրությունից, այսինքն ոչ մի շեղում մեր ծրագրային զարգացման եւ աջակցման ծրագրերի կետից չի եղել։ Ինչ ծրագրեր է նախատեսում հիմնադրամը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հիմնադրամը այդ օրերի առաջին իսկ օրվանից, բռնի տեղահանման առաջին իսկ օրվանից սկսեց իր սոցիալական եւ աջակցման հումանիտար առաջնային աջակցության ծրագրերը 45000 տեղահանվածի համար կարողացել եք աջակցություն ցուցաբերել, ինչ աջակցության մասին է խոսքը մանրամասն քննչը։ Առաջին հենց օրերից մեր Ֆրանսիայի տեղական մարմինը լինելով Կորնիձորում եւ Գորիսում կարողացավ ընդունել դիմավորել, հա, տեղահանված մեր հայրենակիցներին, տրամադրվում էր բարենային աջակցություն այդ պահին, վառելիք էր տրամադրվում, որպեսզի կարողանան հետագայում մեքենան շահագործել եւ հասնել վերջնական կետերին, իսկ դրանից զատ նաեւ մեր Ամերիկայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ իրականացվեց առաջնային կարիքների բավարարում, այսինքն դրանք 40 տոննա պարենային, հիգիենայի եւ տաք հագուստի միջոցներն էին, որոնք տրամադրվեցին 4 մարզերում գործող մեզ հետ համագործակցող ու շատ վստահելի հասարակական կազմակերպություններին 1000 ընտանիքի համար առաջին փուլով 1000 ընտանիքի համար նախատեսված փաթեթներն են տրամադրվել, որոնք ներառում էին մեծածավալ պարենային մթերքներ, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ, մանկական խնամքի պարագաներ, քանի որ այդ օրերին դա ամենաանհրաժեշտ բանն էր։ Հաջորդ փուլով մենք տրամադրել ենք անկողնային պարագաներ եւ շարունակում ենք դեռ տրամադրել 6000 փաթեթ անկողնային պարագաների, տաքացուցիչներ են նախատեսվում տրամադրել։ Ինչպես նաև այս աջակցությունը շարունակական է լինելու, մեր մյուս տեղական մարմինները եւս միացել են, Տորոնտոյի մեր տեղական մարմինը, Բրազիլիայի տեղական մարմինը, այսինքն մենք ունենք 19 տեղական մարմին 18 երկրում եւ բոլորը շատ մեծ պատրաստակամությամբ եւ աջակցման ձեռք են մեկնել այս իրավիճակում, որպեսզի կարողանանք հրատապ աջակցություն տրամադրել։ Սրանք այն կարճաժամկետ ծրագրերն են, որոնք բխում էին առաջնային կարիքներից։ Որպես երկարաժամկետ ծրագրեր նախատեսվում են արդեն այս հանգանակությունից գոյացած միջոցներով ինչ օգնություն եք ցուցաբերելու մեր հայրենակիցներին։ Այո, այս հանգանակության շրջանակներում զուգահեռ այն ծրագրերի, որոնք նախատեսվում էին, երկարաժամկետ ծրագրեր են ենթադրվում Արցախահայերի համար, դրանք կարող են լինել գյուղատնտեսական բիզնես վարկերի տեսքով, կրթական որոշակի ծրագրերի տեսքով, որպեսզի ավելի հեշտ կարողանան ինտեգրվել թե աշխատաշուկայում, թե կրթական ոլորտում, որպեսզի ավելի հեշտ լինի նրանց հետագա գործունեությունը Հայաստանում։ Ինչ ծավալի հանգանակություն եք ակնկալում այս անգամ մեր հայրենակիցներից։ Հաշվի առնելով անցած տարիների փորձը, կարծում եմ, որ անցած տարիների հանգանակությունները այս տարի եւս լինելու են եւ միգուցե նույնիսկ գերազանցվեն 10 միլիոնից ավել միանշանակ ակնկալվում է, հա, այսպես մենք նշաձող չենք դնում, ասելով, որ մաքսիմում այսքան ենք ակնկալում, բայց հաշվի առնելով մեր նախկին տարիների հանգանակությունները, այդպիսի ակնկալիք առնվազն կա, որ դրանից պակաս չի լինելու։ Կան խոշոր եւ հավատարիմ դրամատուններ, որ գիտեք, որ միշտ կանգնած են հիմնադրամի կողքին։ Այո, հիմնադրամը միշտ ունեցել է եւ ունի խոշոր նվիրատուներ, անհատ բարերարներ, որոնք միշտ մեզ աջակցել են եւ այս տարի եւս, այսինքն ակնկալվում է որոշակի աջակցություն, այդպես
Բայց ունենք նաև անհատական, այսինքն մեկ անգամ վճարում կատարող կամ այդպես սպոնտան վճարումներ կատարողներ եւ մեզ համար յուրաքանչյուրի աջակցությունը անկախ նրանից թե ինչ ծավալի եւ ինչ չափի է, շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստան համահայկական հիմնադրամը այն կառույցն է, որը միավորում է Սփյուռքը, Հայաստանը եւ հնարավորություն է ստեղծում զարգացնելու համայնքները եւ ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մեր հայրենակիցների համար։ Դրա համար յուրաքանչյուրի աջակցությունը այս կարևոր միասնական ու համազգային գործին շատ գնահատելի է։ Տիկին Ազնավուրյան, կարելի է հանգանակության ծավալը համարել Հայաստանի իշխանության նկատմամբ հավատի վստահության ցուցիչ։ Չեմ կարծում, այստեղ քանի որ Հայաստան համահայկական հիմնադրամը քաղաքական կառույց չէ, ոչ մի ձև չի ասոցացվում քաղաքական գործունեության հետ եւ մեզ տրվող հանգանակությունները երբեք կախված չեն եղել Հայաստանի իշխանության ներկա իշխանության հետ։ Կարծում եմ, որ այդ պնդումը տեղին չէ եւ իրական չէ։ Մեր նվիրատուները թե մշտական, թե պահի տակ, մեզ միացողները պարզապես միանում են, քանի որ ցանկանում են այս համազգային գործին եւ այս նվիրական գործունեությանը որոշակի ներդրում եւ աջակցություն ունենալ։ Սփյուռքի մեր հազարավոր նվիրատուներին բաց թափանցիկ հաշվետվություն ներկայացնում եք ընթացիկ ծախսերի մասին։ Իհարկե, մենք ամեն տարի ունենում ենք մեր տարեկան հաշվետվությունները, թե ծրագրային եւ թե կարևոր ֆինանսական, անցնում է հիմնադրամը աուդիտ, որը ներկայացվում է ամեն տարի մեր հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Մենք ունենում ենք տարեգիրք, որտեղ ներկայացված են լինում նախորդ տարվա իրականացված բոլոր ծրագրերը, իրենց հաշվետվություններով, իրենց համար նախատեսված հանգանակությունների գումարով, դոնորների անուններով, այսինքն հիմնադրամը միշտ եղել է թափանցիկ եւ շարունակում է մնալ թափանցիկ, այսինքն այդտեղ ոչ մի կասկած չկա։ Եվս մեկ անգամ ճշտեմ Արցախահայության կարիքների, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքների ծրագրեր եք իրականացրել։ Ձեր այս առաջնահերթությունները պահպանվում են։ Այո, այս տարվա հեռուստամարաթոնը, ինչպես արդեն նշեցի, շարունակելով անցած տարվա մեր խորագիրը, կենսունակ համայնքներ, ավելանում է նաև Արցախահայությանը մեծ ուշադրություն դարձվելու է Արցախահայության պայմանների եւ կենսամակարդակի բարելավմանը, այսինքն մեխը հեռուստամարաթոնի եւ անկյունակարը լինելու է հենց Արցախահայության աջակցությունը, որը զուգորդվելու է նաեւ Հայաստանի սահմանային եւ ոչ միայն սահմանային համայնքների զարգացմամբ, այսինքն ինչ էլ արվի, արվելու է այն համայնքներում եւ այն նպատակով, որ երկուստեք շահավետ լինի եւ համայնքի զարգացման եւ Արցախահայության ավելի արագ եւ հեշտ ինտեգրմանը։ Ինչ ծրագրեր եք իրականացրել նախորդ հանգանակությունից մինչ այս պահը եւ ում համար։ Ինչպես գիտեք, հիմնադրամը որ համայնքներում, եթե խոսքը սահմանային համայնքների մասին է, մենք լայնածավալ ծրագրեր ենք իրականացնում եւ իրականացրել անցած տարվա հանգանակություններից բխող ծրագրերից, ջրամատակարարման ծրագրեր ունեինք Հայկաձորի սահմանային Հայկաձոր համայնքում խմելու ջրի հարցն ենք լուծել, որը իրենց մոտ 1960-ական թվականներից մեծ խնդիր էր եւ ստիպված էին լինում խորքային հորից իրենք ջրերը վերցնել, այսինքն այդ խնդիրը շատ լուրջ էր։ Բացի դրանից իրականացվել են այլ համայնքներում ոռոգման ջրի բարելավման ծրագրեր, շատ կարևոր եւ նշանակալի ծրագրեր ունենք հիմա իրականացվող առողջապահության ոլորտում, Նոյեմբերանի եւ Բերդի հիվանդանոցներում վերանորոգվում են մասնաճյուղեր, բաժիններ, որոնք նախկինում չեն գործել, որովհետեւ անբարենպաստ պայմաններում են եղել, իսկ այս ծրագրի արդյունքում ավելի մեծ հնարավորություն կունենան առողջապահական ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու բնակիչներին։ Ունենք կրթական ծրագրեր,
ծրագրեր, հատկապես ուղղված 44-օրյա պատերազմից ինչ որ կերպ տուժած ընտանիքներին, հա, ունենք ռոբոտաշինության ծրագիր ուղղված, որտեղ մասնակցում էին 44-օրյա պատերազմի որոշակիորեն տուժած երեխաներ, հա, ծնողները եթե զոհված են կամ այլ տեղահանված ընտանիքներից, ունենք IT տեխնոլոգիաների դասընթացներ էլի զինծառայողների համար եւ կանանց համար, ովքեր որ էլի խոցելի են այդ առումով, նրանց որոշակի արհեստագործական ծրագրեր են իրականացնել։ Նաև հիմնադրամը շատ մեծ նշանակություն է տալիս մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում եւ այս տարի եւս իրականացրել ենք մի շարք մշակութային ծրագրեր, որոնք կարծում եմ, որ մշակութային կյանքը Հայաստանում ավելի են ակտիվացնում եւ կարեւորություն տալիս։ Եվ վերջին հարցս, ինչպես եւ ինչ չափանիշով եք ընտրում, որ համայնքի, որ կարիքը հասցեագրել։ Կախված այդ տարվա մեր նպատակներից ծրագրային մենք արդեն ուսումնասիրություններ ենք անում տեղում, այսինքն մեր թիմերը, մասնագետները, լինի դա ջրամատակարարման, լինի արևային էներգիայի կամ բժշկական, այսինքն վերանորոգման համար, հա, վերակառուցման, մեր մասնագետները այցելում են մարզային համայնքներ, համագործակցելով մարզպետարանների հետ, համայնքների հետ, հասկանում ենք, որտեղ ինչի կարիք կա, որ ստացվում է, որ ինչ որ առումով պետության գործառույթներ եք կատարում։ Պետության գործառույթ չենք կատարում, ավելի շատ աջակցում ենք պետությանը, որպեսզի այն տեղերը, որտեղ որ բաց է մնում, այսինքն պետության ֆինանսավորումը չի բավարարում, մենք կարողանում ենք համալրել եւ օգտակար լինել։ Ես կցանկանայի նշել, որ մենք ունեցել ենք շատ լավ օրինակ Բերքաբեր համայնքում եւ երբ համատեղ պետության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել եւ այնտեղի ջրամատակարարման ծրագիրը համայնքի կողմից պետություն սուբսիդավորել էր ծրագիրը եւ համայնքի մասնաբաժինը փակել է Հայաստան համայնքական հիմնադրամը եւ դա շատ ստրատեգիորեն կարեւոր ծրագիր է, քանի որ սահմանային համայնք է եւ այնտեղ ջրամբարը չէր օգտագործում երկար տարիներ, քանի որ հենց սահմանին է հարևան պետության հետ եւ այդ ծրագիրը իրականացվել է համատեղ ուժերով, այսինքն պետության հետ համատեղ, բայց դա չի նշանակում, որ մենք նրանց գործառույթն ենք անում։ Մենք զուտ փորձում ենք աջակցել այնտեղ, որտեղ որ բաց է մնում։ Շնորհակալ եմ։ Մեր տաղավարում այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Զարուհի Ազնաուրյանն էր։ Կհանդիպենք։